Իմ սիրելի ռադիո լսողներ, Դուք լսում եք Մոլորակի հեքիաթների կախարդական աշխարհում հաղորդումը։ այսօր մենք միասին կճանապարհորդենք դեպի մի կախարդական աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Իսկ գիտեք ով է այդ աշխարհի ստեղծողը։ Դե իհարկե Ջանի Ռոդարին։ Ջանի Ռոդարին իտալացի գրող էր, ով շատ էր սիրում երեխաներին ու հավատում էր, որ յուրաքանչյուր երեխա կարող է դառնալ հեքիաթի ստեղծող։ Նա ասում էր, որ երևակայությունը մարդու ամենամեծ ուժերից մեկն է։ Ռոդարի մանկությունը հետ չէր անցել։ Նա շուտ էր կորցրել հորը, բայց երբեք չէր դադարել երազել։ Նա դարձել է ուսուցիչ, լրագրող, իսկ վերջում աշխարհի ամենասիրելի մանկագիներից մեկը։ Գիտեք Չիպոլինոին։ Այո, այն սոխ տղային, որը պայքարում էր անարդարության դեմ։ Այդ հերոսին էլ է ստեղծել Ջանի Ռոդարին։ Նրա հերոսները սովորական չեն։ Նրանք կարող են լինել բանջարեղեններ, խաղալիքներ, նույնիսկ բառեր, թվեր, որոնք միշտ պայքարում են բարության համար։ Նրա գրքերում դուք կհանդիպեք Ջելսոմինոին, որը ճշմարտությունն էր երգում։ Նույնիսկ այն երկրում, որտեղ բոլորը ստում էին։ Իսկ հեքիաթներ հեռախոսով գրքում ամեն մի պատմություն է այնքան կարճ է, կարծես հորինված լինի, հենց հեռախոսազրույցի ընթացքում։ Ռոդարին հավատում էր, որ սխալվելը վատ չէ։ Նա ասում էր, որ սխալները կարող են դառնալ նոր հեքիաթների սկիզբ։ Այդ պատճառով նա երեխաներին սովորեցնում էր չվախենալ մտածելուց եւ ստեղծելուց։ Նա իր մեծ աշխատանքի համար ստացել է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակ։ Սա նշանակում է, որ նա համարվում է աշխարհի լավագույն մանկագիրներից մեկը։ Իսկ հիմա ուզում ենք մեզ լսող երեխաներին առաջարկներ անենք։ Կարող եք ստեղծել նոր հեքիաթներ, օրինակ խոսող գնդակը, թռչող գիրքը, ժպտացող արևը եւ նմանատիպ այլ թեմաներով ուղարկեք ձեր հեքիաթները մեզ եւ մենք կպատրաստենք ձեր ստեղծագործության ռադիոթատրոնը։ Մնացեք Մոլորակի հետ, որովհետև Մոլորակի հեքիաթները երբեք չեն ավարտվում։ Մինչ նոր հանդիպում, ցտեսություն։